Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 13-ի համար։ Եվ իհարկե ուզում եմ ասել, որ լուսնայինը կլինի այսօրվանից, արդեն ամսի 13-ից սկսված, ամեն օր կարող եք նայել լուսնային ալիքում, բնականաբար, եւ իհարկե կան շատ հավելյալ տեղեկություններ, որոնք որ ես ձեզ չեմ ասում, այդ տեղեկությունները կամ ժամանակ առ ժամանակ կտրամադրվեն ձեզ Facebook-ում կամ նաև շորտերի տեսքով։ Լուսնային ալիքում, այնպես որ կարող եք ուշադիր լինել։ Ինչ անդադար թափում սրա վրայից, մի խոսքով կարող եք ուշադիր լինել եւ այդտեղ կարող են ձեզ համար եւս էլի շատ կարեւոր տեղեկատվություններ լինել։ Որովհետև ամենօրյանի մեջ, որ ես անում եմ, հետո մոռանում եմ սա ասել, մոռանում եմ նա ասել, բայց ընդհանուր տեղեկատվությունը կարող եմ ասել ուղղակի օրվան վերաբերվող, այսինքն տվյալ օրը, հիմա ամսի 13-ին ինչ է իրենից 13 իրենց նշանակում, ոչ թե այն, որ լուսինը գտնվում է, այսինքն լուսնային այս կամ այն օրն է, որովհետև ես ասել եմ, որ նաև շատ կարևոր է, թե լուսինը որ նշանում է լինում։ Հնարավոր է, եթե ժամանակ լինի, չեմ խոստանում, բայց կարող է նաև լինել երկու տեսակի տեսանյութ։ Մեկը վերաբերվի լուսնային, որ օրն է այդ օրը, ընդհանուր մթնոլորտին, որովհետև լուսնային այս կամ այն օրը դա մթնոլորտ է, որ լուսնի էներգիան մեզ տրվում է եւ կա գոյությունի թե լուսինը գտնվում է որ նշանում եւ այդ նշանում եւս որոցե էներգետիկ պահ է գալիս եւ խառնվում է լուսնի էներգիան եւ այդ նշանի էներգիան իրար եւ ավելի փոփոխություններ կան, այն կանխատեսման մեջ, որը որ ես ասում եմ լուսնայինում։ Դուք կարող եք ընդհանուր ֆոնը նայել եւ նայել, թե այս կամ այն նշանում այդ օրը մեզ ինչ է սպասվում, կամ ինչ կարող եք եւս անել ու դուք կարող եք վերլուծել այս մազերի կտրվածքը ու երբ որ լուսինը գտնում է այս կամ այն նշանում մազերի կտրվածքը եւ եթե շատ շտապ չի, եթե երկուսը չեն բռնում իրար, որ դուք կարող եք այսօր մազերը կտրել, ապա պետք է հասկանաք, որ ավելի լավ է չկտրեք։ Օրինակ, երբ որ լուսինը գտնվում է ձկներ նշանում, եւ այդ օրը որ երրորդ լուսնային օրն էլ որ լինի, միևնույնն է, եթե դուք ձեր գլուխը լվակ, օրինակ գնաք կտրելու այդ օրը, հիանալի է կտրելու համար, կարող եք կտրել մազերը, սա, բայց լուսինը գտնվում է ձուկ նշանում եւ կարող եք գալ հետո այդ մեկ շաբաթվա ընթացքում տեսնել հաջորդ ինչ-որ լվանալը 3-4 հետո, 2 օր հետո, կախված է թե ով երբ է լվանում, տեսնեք, որ ձեր մազերը թեփոտել է։ Շատ արագ կարող է թեփոտել։ Եվ 1-2 անգամ նույն օրերին կտրեք, ձեր մազերում կլինի լիքը թեփ։ Լուսնի մասին բավականին ես շատ եմ խոսում, ուղղակի երևի թե ուշադրություն չեք դարձնում, ամենակարևոր թեման է դա, որովհետև առաջին կարելի ասել մոլորակը, առաջին երկրագնդում գտնվող այն երևույթը, որը որ մեզ այս կամ այն կերպ էներգիա է տալիս, դա լուսինն է եւ արևը, եւ լուսինը արևը ուրիշ էներգիա է տալիս, այդ ճառագայթումներն է տալիս, այդ մաշկի հետ կապված խնդիրներն է տալիս, եթե ինքը ճառագայթումը շատ ուժեղ է, եւ այլն, դրա համար ես միշտ ձեզ ասում եմ, որ լսեք ոչ թե աստղաբաններին, այլ աստղագետերին, որ դուք հասկանաք իմ ասած լուսնի մասին, իմ ասած արևի մասին եւ բոլոր մոլորակների մասին, որոնք որ գտնվում են երկնքում։ Եվ դուք այդ ժամանակ նոր իրենց ասածը ու իմ ասածը կամ մեկ այլ աստղաբանի ասածը, որ երբ որ վերլուծեք, արդեն կհասկանաք, որ այ ինչ եմ ես ուզում ասած լինեմ։ Հիմա դուք ասում եք, հա դե ինչ մոլորակ, դե ես իմ այդ ինչ հա, շատ մարդիկ չեն էլ ուզում հավատան, չեն ուզում պատկերացնեն, բայց պետք է հասկանաք, որ ամենաառաջին մեր էմոցիաների վրա ազդողը դա լուսինն է եւ երբ որ լուսինը այս կամ այն նշանում է գտնվում օրինակ կարող է գտնվել օրինակ ցույլ նշանում այդ օրը կցանկանաք այդ 2 օրը կամ 2.5 օրը կախված է թե ինքը ինչքան կմնա այդտեղ այդ պահերը մարդը ավելի շատ կարող է սիրահարվի, սեր ցանկանա, որ իրան շատ սիրեն, նեղվի, որ այդքան շատ սեր չի ստանում այդ օրը,
Կամ այդ դեպքում արդեն հա ձեր մոտ լուսինը վատ միացում ունի, դրա համար դուք այդ օրը սեր չեք ստանում։ Բայց այդ օրը կարող է ավելի էմոցիոնալ լինեք, ավելի սիրովլի լինեք, այդպես շատ ուզենաք գումար ծախսեք, ինչ տեսնեք, հավանեք, սա հավանեք, նա ասեն ուզենաք ամբողջը գնեք։ Մի տեսակ այդ պահերը կարող եք զգալ ձեր մեջ, որ այս կամ այն օրը լուսնային։ Եվ դա հենց կախված է թե լուսինը որ նշանում է գտնվում։ Ինքը այսպես թե այնպես ինքը օրերն ունի, դուք կարող եք ուղղակի հասկանալ թե որ օրն է եւ ինչից կարող եք խուսափել մարդկանց մեջ գտնվելու ժամանակ, որտեղ իրոք այդ էներգիան շատ է տարածվում եւ ահավոր է։ Եվ երկու բառ էլ ասեմ այն մասին, որ մենք տեսնում ենք ժամերի վրա, ժամային թվերը, ինչպես որ օրինակ 3 էր հենց այսօր, որ ես անում եմ հենց այսօր, ամսի 12-12-ը։ Մենք որ տեսնում ենք, ես շատ էի տեսնում այդ թվերը եւ տեսնում էի էկրանին անընդհատ կամ ես տեսանյութ էի անում այդքան էր, ուղղակի տեսանյութը գցելուց ոնց որ ինչ-որ չափ փոխվում է վայրկյանները եւ տեսնում էի արդեն գցել եմ եւ տեսնում էի այդ թվերը շատ ժամերի վրա էի տեսնում այդ թվերը շատ եւ վերլուծելով այդ ամեն ինչը, բացելով իմ մասնագիտական այդ գրքերը եւ այլն եւ ես կարդացի այն ինչը որ այս պահին տեղի ունենում ինձ հետ։ Հա, այս պահին։ Եվ ոնց որ դա նախազգուշացում էր, որ այս կամ այն հարցում պետք է պատրաստվել ուղղակի։ Այնպես որ ձեզ պետք է ուղղակի միայն մնում է որ հավատաք եւ հասկանաք թե ինչ են ուզում ասել ձեզ այս կամ այն մոլորակները եւ ընդհանրապես մասնագետները իրենց մասնագիտական ունակություններով հանդերձ։ Այսքանը իսկ եթե չկարողանամ լուսնայինում երկրորդ տեսանյութ անել, ճիշտ է ոչ արդեն ամբողջ օրը, բայց երբ որ ազատ լինեմ, անպայման կտեղադրեմ որոշ տեղեկություններ եւս։ Եվ մի բան եմ մտածել այդ մասին չեմ ասի։ Դա թող մնա գաղտնիք, դա հետո։ Հաջորդ տարի։ Տարվա սկիզբ լավ։ Դե տեսնենք։ Դա էլ խոս չեմ տալիս, որովհետև ես երբ որ ազատ եմ լինում, շատ բան եմ խոս տանում, որովհետև թվում է թե ամեն ինչ կհասցնեմ, ամեն ինչ կկարողանամ անել, բայց հետո որ զբաղված եմ լինում, այդ հոգնած գալիս եմ տուն եւ ես զգում եմ, որ ես ի վիճակի չեմ ոչ լուսնային անելու, ոչ ավել պակաս խոսելու։ Հարցնում էի կատամի հետ կապված, շատ շնորհակալ եմ, դեռ ինչ որ ցավեր կան, բայց նռան կճեպով ինգալացիա արեցի մի երկու անգամ, դե այդ յուղն էի լցնում, չգիտեմ այսօր կարծես թե մզմզում է, բայց ոչ այդքան ինչքան որ երեքումն այն դեպս այն կարգի է քարացած, որ բերանց շատ չեմ կարող բացել։ Դա մնացել է, հա, այդ պահը մնացել է, դա չի անցնում։ Այսքանը շատ երկարացնեմ, անցած շաբաթ կիրակի չհասցրեցի բոլորը անել ամբողջ շաբաթվա համար, իսկ այս շաբաթ կիրակի անելու եմ 2026 թվականի տեսանյութը, ոչ թե 2026-ի հստակ թե ինչ, հա, ես կասեմ, դուք ինձ թվում է ավելի շատ դա կհավանեք, մի քանի տեսանյութեր կարող են լինել 2026-ին վերաբերվող։ Չեմ խոստանում, որ կհասցնեմ, եթե հասցնեմ միայն ուրեմն այս ալիքը, բայց էլի չեմ խոստանում, որ կհասցնեմ։ Մյուսը շատ է երկար լինելու, սա ինձ թվում է այդքան չէ, բայց էլի երկար կլինի, բայց մյուսը ավելի երկար է լինելու եւ դրա համար, չգիտեմ, հնարավոր է նաեւ չհասցնեմ։ Էլի տեսանյութ էլի ձեզ համար է կարող եք նայել։ Այդպես, տեսանյութերը կլինեն առանձին բոլոր նշանների համար, յուրաքանչյուր նշանի համար առանձին տեսանյութ կլինի, վաղվանից հենց կսկսվի, վաղը ինչքան որ հասցնեմ ումը հասցնեմ, միանգամից կտեղադրեմ ալիք, կարող եք սպասել ձերը, եթե կարողանամ 2 շաբաթվա մեջ անել, 2 օրվա մեջ, ուրեմն կանեմ, եթե ոչ, ապա մնացածը արդեն իմ գործերից հետո կգամ կզբաղվեմ ոչ թե հա այս քարտերը կանեմ, այլ այն մյուս քարտերը կզբաղվեմ, այն մյուս կանխատեսումը կանեմ ձեզ համար։ Այնպես որ արդեն պատրաստվեք 2026-ին եւ պետք է անպայման հիշեք, որ որքան էլ մենք պատրաստվենք հունվարի 1-ով դիմավորելու այս կամ այն
հա այս տոները յուրաքանչյուր տարի, եթե մենք նշում ենք հստակ, ոչ թե մտնում ենք նոր տարի, այլ նշում ենք, որ մենք գտնվում ենք այս կամ այն նշանում, հա, այսինքն վագրի, առյուծի եւ այլն, առյուծ չէ, վագրի, հիմա օրինակ ձյու, պետք է մենք հասկանանք, որ դա մենք նշում ենք չինական օրացույցով, հա, այսինքն չինական կենդանակերպի նշաններն են դրանք եւ երբ որ դուք որոշում եք, որ մտնում եք հունվարի 1-ից արդեն ձիուն նշան, ապա պետք չի այդպես, հա, ուղղակի դուք տրամադրվեք ավելի շատ, որ դուք թողնում եք հինը, մտնում եք նոր տարի, որովհետեւ դուք չեք մտնում ձիու տարի։ Դուք դեռ գտնվում եք օծի տարում, այնպես որ վայելեք դեռևս օծի տարին, ում որ լավ պահեր էր սպասվում բնականաբար, եթե լավ էր եւս սպասեք, որովհետեւ ձին ոչ բոլորի համար է լավ լինելու։ Հնարավոր է նաև առնետների համար այդքան էլ լավ չլինի, որովհետև միշտ ձիերը առնետներին թաթիկով այդպես խփում են եւ իրենց համար այդքան էլ լավ չէ, որովհետև նաև առնետները սիրում են իրենցից ավելի արագ գնալ։ Դրա համար էլ կարող է իրենց համար լավ չլինի, այդպես։ Որ ասում ուր ես գնում ինձանից արագ հլի մի հատ կանգ առ, եւ դրա համար իրենց համար այդքան էլ լավ չէ։ Որքան հիշում եմ թվերից, ուսումնասիրել եմ, որ ազատ եմ լինում, ուսումնասիրում եմ անպայման թե ում ինչ է սպասվում, բայց չեմ կարողանում, չեմ հասցնում տեսանյութ անել։ Այսքանը լավ, շատ խոսեցի արդեն, ամենայն դեպս ես կարևոր բաներ ասացի, ինչ որ թվում է ձեզ համար շատ պետքական էր, իսկ հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվում շաբաթ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 13-ին։ Օծեր, հնարավոր է սա իմաստություն է, հնարավոր է նաև դեռ շրջապատում են օծեր, հատկապես եթե ինչ-որ պետական աշխատողի պետք է հանդիպեք, միգուցե նա է օծ, ինչ-որ մի բան չի ուզում անել, կամ սա իմաստուն պետք է գտնվեք, ինչ-որ հարցին լուծում տալու համար այդ օրը։ Եվ այդ կարող եք ավելյալ ուժ ունենալ, թեկուզ դա իմաստությունից է բխում դա, ավելյալ ուժ ունենալ, ինչ-որ մարդիկ կարող են ձեզ օգնել, միգուցե հենց դա ևս իմաստություն է, որ կարողանաք դիմել, որպեսզի ձեզ օգնեն, այսինքն կարողանաք կամ համոզել, որ ձեզ օգնության կարիք է արկավոր։ Եվ սա նաև ավտոտեսուչն է, պետական աշխատող, ում կարող եք հանդիպել այդ օրը։ Սա նաև ժամադրություն է ոմանց համար, ուրախ, անակնկալներ, լավ տրամադրություն, Պես որ կարող է ձեզ օգնեն եւ լավ տրամադրված լինեք, կամ ավելի իմաստուն լինեք եւ կարողանաք այնպես խոսել, որ պետավտոտեսուչը ակտ չգրի ձեզ վրա։ Ամենայն դեպս սա նաեւ ծնունդ է, առիթ է, որ ձեր մի պահեր են, որ ուրախանաք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ցուլերի շաբաթվանի ժամանակ ես առողջության վերաբերյալ ասացի, որ ինչ-որ խոչընդոտներ կան, ինչ-որ խնդիրներ կան, հա, դա էր։ Եթե զգում եք ինձ մոտ ինչպես անդրադարձավ, հա, դա իրոք խոչընդոտ է ստեղծում։ Խոսալու, հաց ուտելու, դու չես կարող բան բացես հաց ուտես, դա արդեն խոչընդոտ է։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 13-ին։ Երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ են։ Հնարավոր է նաև ձեր թոռներն են գալիս, ձեր երեխաներն են գալիս, երեխաների հետ ինչ-որ տեղ եք գնում, իրենց համար ինչ-որ բան է տեղի ունենում, որը ձեզ ուրախացնում է։ Նաև սա նոր բիզնես է, նոր բիզնեսի սկիզբ, հիմք, նոր կյանք, նոր աշխատանք, նոր ինչ-որ մի բան է մտնում ձեզ մոտ։ Անակնկալ ունեք այդ օրը, ուրախ տրամադրություն, նվերներ, ծնունդ, ինչ-որ առիթ կարող է լինել, ժամադրություն, սիրային։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, այսպես թե այնպես, սա էլ է նույն տրամադրությունը ձեզ ասում։ Գուցե ձեր երեխաները ինչ եք տեսել վաղուց եւ հիմա տեսնում եք, դա եւս կարող է ձեզ ուրախացնել, ձեր տրամադրությունը բարձրացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։
Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 13-ին։ Ոմանք հարսանիքի կլինեն, ոմանք այդ օր ամուսնության առաջարկ կստանան, կանեն, դա նաև գործարքեր, ճակատագրական քայլ է, միգուցե ձեր հարսանիքն է, այդ օր հավելյալ ուժ կունենաք, նաև մարդիկ կլինեն, ովքեր ձեզ ձեռք կմեկնեն, կօգնեն ձեզ, նաև եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք այդ ավտոտեսուչներից, կողը նման մեկ ետ եք ծանոթանում։ Եվ ճակատագրական քայլ է սա, կամ ճակատագրական քայլը պայմանագիր կնքելն է, ճակատագրական քայլը ամուսնանալն է, սա նաև բեռ է, ինչ-որ ծանրություն է, միգուցե ընտանիքում, որից հարցեր կան, և այնքան ուժ ունեք, որ այդ բեռը վերցնում եք ձեզ վրա, կամ ավելի մեծ պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա։ Եվ ամուսնությունը ևս ամենաէլի մեծ պատասխանատվություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 13-ին։ Հաջողություն, հաջողակոյ, մեկը մյուսից հաջողություն է։ Մեկը մյուսից, ինչ անեք հաջողություն է, սա կարճ հաջողություն է, մեկ ակնթարթային հաջողություն է, իսկ սա լավ հաջողություն է, դռներ է բացվում ձեր առջև, սա ոնց որ ինչ-որ մի բան արեցիք, դա հաջողություն բերեց ձեզ, ոչ թե դա անում է հետո հետագայում ձեզ օգտակար կլինի, այդ պահին հաջողություն։ Եվ իհարկե իսկ սա դռներ է բացում ձեզ համար, նոր ավելի մեծ հաջողություն է, միգուցե ոմանք դուռ են փակում ինչ-որ մի բանի, կարող է սա ինչ-որ մի հաջողությամբ մի բան անում վերջացնում եք, այդ դուռը փակում եք և այլևս չեք անդրադառնում դրան։ Եվ սա էմոցիաներ են հավելյալ, էմոցիաները այս պահին արդեն լավն են բնականաբար, և դա նաև հանդիպում ձեր մայրիկի հետ, շփում ձեր մայրիկի հետ, որից է բաներ կարող են ձեզ մոտ գաղտնի մնալ, ինչ-որ թաքուն պահել լինեն, ինչ-որ բաներ նաև անհասկանալի լինեն, ոնց որ մարդը իր դիմացը չի տեսնում, որպեսզի պարզ տեսնի իր հաջողությունը, ոնց որ հաջողությունը կա, բայց կարող չեք էլ հավատում, որ կարող է ձեզ հետ նման բան կատարվեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին դեկտեմբերի 13-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, սիրահարվածություն, սիրելիները նաև։ Բայց այստեղ սիրելիների հետ կարող եք բորբոքվել, կարող եք նեղվել, գուցե գումարի հետ է կապված, խոսակցություն է գումարային թեմայով, ինչ-որ բաներ է կարող ձեզ անհանգստացնում։ Եվ այստեղ կարող կտրուկ որոշում կայացնել, օրինակ այսքան ենք ծախսում, սա էսենց ենք անում, սա չպետք է տրամադրեինք սրան, միգուցե հենց դա գումարի հետ է կապված։ Միգուցե վիրահատությունն է, որ պետք է վիրահատությանը գումար էր պետք, միգուցե ինչ-որ բան է, սա նաև նոր կյանք սկսել է, նոր հիմքից ինչ-որ մի բան կարող եք քանդել և նորը կառուցելու համար։ Ինչ-որ մի բան կարող եք հանել ձեր կյանքից։ Միգուցե իրոք ծախսերը կրճատեք, այդպես անգամ կարելի է ասել։ Եթե այստեղ գումարի մասին է, որովհետև այստեղ ամենայն դեպս ձեր անհանգստությունը, ձեր բորբոքվածությունը գումարի հետ է կապված, գումարն է սա։ Ձեր հարազատ մարդկանց հետ, ձեր երկրորդ կեսի հետ դա կարող է նաև լինել։ Դե չնայած, որ ոմանց կարող են ուղղակի այդպես սիրո խոստովանություն անել, կամ դուք եք անում և ինչ-որ մեկը ձեր գումարն է ծախսել, որ չգիտեք, նա գնում եք ուզում եք գնաք օրինակ ձեր սիրելի հետ ժամադրության, տեսնում եք այդ գումարը չկա։ Եվ այստեղ ինչ-որ մի բան իրոք, եթե սիրելիի հետ եք կապված, այստեղ ուշադիր եղեք, որովհետև կարող եք ինչ-որ մի բան հիմքից որոշել փոխել։ Դա նաև ինքը բաժանում է նշանակում։ Նոր կյանքի իմաստ է։ Կամ այստեղ ոմանք կան, ովքեր, որ իրենց ուսերին է ինչ-որ մի տղամարդ նստած, կներեք, որ ասում եմ, որտև այդպես կա, որ միայն գումար, որ չի աշխատում, ամեն ինչը ձեզ մոտ է և այստեղ կարող է բաժանում լինել և դրանից հետո նոր կյանքի իմաստ է սա, ոմանց համար։ Իսկ սա
միգուցե նաև փոփոխություն է դեպի ավելի լավը։ Ինչ որ մի բան ոնց որ վերջնական այստեղ որոշում եք գումարի հետ կապված եւ դրանից հետո արդեն ինչ որ մի բան է այստեղ ձեզ մոտ փոխվում։ Սա ավելի մարդը ոնց որ հեղինակությունն է, ավելի կամ այստեղ հեղինակությունն է ձեր ընկնելու ինքան եք կորկռալու այստեղ հարևանները թափեն կամ սա կտրուկ փոփոխություն է, այսինքն կտրուկ կարող է փոխվել ձեր աշխատավարձը, դրա համար կարող է բորբոքվել, թե դու ինչի օրինակ չես աշխատում, գումար չես բերում, կամ սա ինչ որ բան է, որ մարդը թողնում է դա եւ նոր կյանքի իմաստ է ստանում։ Ավելի իմաստուն է վարվում դրանից հետո կամ գումարը արդեն միայն ձեր մոտ է, ինչի եմ գումարը շեշտում, որտեղ գումար էր ընկել բորբոքված տեղը։ Թե հիմա ով ինչի համար ծախսերի համար կվիճի, ինչի համար կվիճի, չեմ կարող ասել, բայց ի վերջո սա պետք է, եթե մարդը չի ուզում ավելորդ բաներ, պետք է ուղղակի չխոսի։ Կամ եթե չեն աշխատում, արդեն ես ձեզ ոչ մի խորհուրդ այդ առումով չեմ կարող տալ։ Ես չեմ ընդունում չաշխատող մարդկանց, հատկապես տղամարդ է բնականաբար ինձ համար դա ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 13-ին։ Ժամադրություն, անակնկալներ, նվերներ, հնարավոր է ծնունդ է առիթ է, ձեր տրամադրությունը կբարձրանա, երկու պահովել կբարձրանա, այստեղ երկուսն է դա են ասում, տեսնենք ով է այս կինում, հետ կարող հանդիպել կամ շփվել, կամ աշխատանքի բերումով է, կամ պետական աշխատող է, կամ բժիշկ է, ձեր ուսումնական հաստատությունից է, կամ ոչ հեղինակավոր անձնավորություն է, կարող է պատվեր է անում, նայած այս պատվիրում դուք եք ինչ-որ մի բան պատվիրում իրենից է, որ աշխատանքի բերումով կարող եք հանդիպել, միգուցե ձեր կինն է, ձեր աղջիկն է, ում մոտ որևիցե բան է փոխվում, կամ իրար հետ գնում եք, ինչ-որ գնում եք ռեստորան, միգուցե այս աղջիկա հետ կապված ինչ-որ կարող ծնունդ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 13-ին։ Այդ օրը բավականին շատ ճանապարհներին կլինեք, այս ու այն կողմ կգնաք, հնարավոր է տղամարդիկ են ձեզ հետ, կարող տղամարդկանցով եք գնում, եթե տղամարդ է նայում, կարող ձեր եղբայրն է, ձեր հայրն է, ինչ որտեղ եք գնում, կամ միասին գործերն եք առաջ տանում, եթե մի քանի այստեղ եթե գործընկեր են, հա, գործընկերներ եք, ապա կարող միասին առաջ եք տանում, կամ ձեզ կարող են օգնել, խորհուրդ տալ եւ դուք այստեղ ձեր գործերը առաջ տանեք։ Տեսնենք ով է առաջին տղամարդը, ավելի երիտասարդ է։ Ընտանիքի անդամ է։ Նա սա ընտանիքի անդամ է կամ ծնողն է կամ եղբայր ամուսին։ Տեսնենք երկրորդ մարդը ով է։ Այս երկրորդ մարդը մանր խնդիրներ կարող է ստեղծել ձեզ համար։ Կամ կարող է խնդիրներն է լուծում, կամ խնդիրներ է ստեղծում ձեզ համար։ Սա նաև ինքը մեծ է եւ կարող է լինել նաև պաշտոնով որպես մեծ։ Եվ կարող է սա, որ ակտ են գրում եւ այլն, դա կարող է լինել, որ իրան պետք է գումար վճարեք, հա, դա եւս էլի կորուստ է բնականաբար։ Բայց այստեղ նաև այս մարդուն ինչ-որ միգուցե վիճում եք իր հետ, միգուցե խնդիրներ է ստեղծում, խնդիրներ կարող է կան այս մարդու հետ կապված, բայց չի ցույց տալիս ով է, չի ցույց տալիս ով է, ով դրսից է, կամ տնօրենն է ձեր, փորձում է հեղինակության հետ խաղալ ձեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների, երեք ոնց որ թե ձեզ աղեղնավոր եմ ասել, բայց հետո կանխատեսման ժամանակ կարիճ եմ էլի ասում։ Որովհետև ես է զարմացա, թե ինչպես այդքան արագ հասա արդեն աղեղնավորին։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 13-ին։
բավականին շատ զրույց կունենաք, նաև դա լեզվակռիվ է, նաև դա բամբասանք է, կամ ուղղակի ինչ-որ նաև անհանգստություն է սա, անհանգստություն կարող է լինել ընտանիքի անդամների հետ կապված, առողջության հետ կապված, ձեր կամ իրենց, այդ նաև կզբաղվեք ձեր գեղեցկությամբ, ձեր առողջությամբ եւ կարող է ինչ-որ մի բան առաջին անգամ եք անելու եւ բավականին անհանգստանում եք։ Նաև ծնողներն են ձեր մոտ, որ կարող եք գնալ։ Նաև նոր կյանքի իմաստ է, միգուցե մազերը փոխում եք, ինչ-որ հետաքրքիր տեսք եք ստանում, ձեր կյանքն էլ է նոր իմաստ ստանում։ Նաև այդ որ իմաստություն է, ոնց որ ավելի իմաստուն կլինեք, ավելի խելացի, ավելի հասուն, տեսեք դուք էլ կզգաք, որ ձեր քայլերը տարբեր են, ոչ մշտապես, ինչ որ երեխայի նման չեք մտածում այս հարցի շուրջ, եւ ավելի լուրջ, ավելի ուրիշ ձև եք։ Սա նաև շրջապատն է, ձեր շրջապատն է, կգտնվեք, որտեղ որ կգտնվեք, նաև դա լավ շրջապատ է, եւ բացի դա կարող է պետական աշխատողների շրջապատ է, կարող է ինչ-որ մարդկանցով կարող տեղ եք գնում կամ ինչ-որ առիթ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 13-ին։ Հաջողություն, դռներ են բացվում ձեր առջև, նոր դռներ, նոր հնարավորություններ, նոր միգուցե պաշտոն, նոր դիրք, հարգանք, նաև ոմանք կարող են դուռ փակել իրենց հետևից, ինչ-որ մի բան, որը արդեն ձեզ այլևս պետք չի, դա ոնց որ արդեն մի կողմ եք դնում եւ այլևս այդ դուռը փակում եք։ Ոմանք այդ օրը ինչ-որ մի շրջապատում կլինեք, սա կարծես թե ընտանեկան մթնոլորտ է, միգուցե առիթ է, դե ձեր առիթն է եւ կարող եք այդպես դեռ, ոնց որ այստեղ կամ ձեր տանը կարող է ինչ-որ մեկն է, ձերը վերջացել է կամ ձերը դեռ չի եկել, ձեր ծննդյան օրը եւ դեռ իրենցն է եւ ամենայն դեպս այստեղ կարող եք հավաքվել ձեր հարազատ մարդկանցով եւ նշել ձեր ծննդյան օրը։ Նաեւ սա տեղափոխություն է, որ կարող եք անել, ինչ-որ գործեր են, որ կարող եք սկսել արդեն տանը անել, զբաղվել այդ գործերով նաեւ տանը։ Եվ իմաստություն է, նոր կյանքի իմաստ է, կարող երեխային եք բերում տուն, օրինակ, կամ ինչ-որ նոր ինչ-որ մի բան եք նաև նշում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այճեղջյուրներին։ Ինչ է սպասվում այճեղջյուրներին դեկտեմբերի 13-ին։ Բարձր տրամադրություն, ուրախ կլինեք, այստեղ կարծես թե ծնունդ է, ոմանք կարող են այցելել իրենց ծնողներին, միգուցե դա ինչ-որ ծնունդ է, կարող եք գնալ գեղեցկության սրահ, կարող եք զբաղվել ձեր առողջությամբ, եւ սա առիթ, ծնունդ, անակնկալներ, նվերներ, բարձր տրամադրություն, եւ սա ասում բարձր տրամադրություն, եւ սա ասում բարձր տրամադրություն։ Այնպես որ լավ տրամադրություն կունենաք այդ օրը, միգուցե այն ինչ որ անեք ձեր մազերի հետ կամ առողջության հետ կապված կամ ծնողներին կարող տեսնեն, դա ձեզ ուրախացնի։ Կամ իրոք, այստեղ ժամադրություն է սա երկրորդ կեսի հետ եւ եւս ինչ-որ նվեր եք ստանում, ծաղկներ եք ստանում, փունջ այսպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 13-ին։ Ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ոմանք կարող են նաև որոշեն զբաղվել ուսմամբ, ինչ-որ բաներ հետաքրքրի ձեզ սովորեք, նաև կյանքի գրքի նոր էջ է, կյանքի փուլի նոր էջ է, դա միգուցե տեղափոխվում եք մեկ այլ տուն, մեկ այլ տարածք, նաև ոմանց մոտ սա կարող է առիթ է ընտանիքի անդամների հետ կապված կամ ձեզ է վերաբերվում ինչ-որ մի բան է, սա տան կարող եք ուբոր կանել օրինակ ամանոր է դիմացը, որը որ շատ կարևոր է, շատ պարտադիր է, որ անել։ Եվ բորբոքված եք այստեղ, միգուցե ընտանիքի անդամը կարող այստեղ գաղտնիք է բացահայտվում ընտանիքի անդամների հետ կապված եւ
վիճում եք։ Ամենայն դեպս լավ կանցնի, լավ կանցնի, լավ կվերջանա, հա, այդ պահերը բորբոքվածությունը, որովհետև մարդիկ բորբոքվեն, հետո դա արդեն վատ է ավարտվում, բայց սա ավելի թեթև է, հա, շատ արագ կանցնի, կարող բարկանալ, բորբոքվել, հետո հասկանալ, որ պետք չէ օրինակ այդ մի գաղտնիքի համար այդքան ինչ-որ բան սարքել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Գիրքը թռավ, միգուցե դուք էլ եք սովորելու, միգուցե դուք էլ եք զբաղվելու ուսմամբ։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 13-ին։ Հաջողություն, հաջողակ օր է, դռներ են բացվում ձեզ համար, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հաջողություն գործերում այն ինչ որ դուք անում եք, նաև այդ օրը գումար եք ստանալու կամ գումար եք ծախսելու։ Գումարի մասին կարող եք խոսել, այստեղ կարող ինչ-որ գումար եք ստանում դրսից, որը եւս էլի դրա համար կարող ուրախանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։